Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ՑՍՏ Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ հանրացրել ենք հետևյալ լուրերը։ Ապրիլի 24-ին լրացավ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով ոչ մի միջոցառում չկազմակերպվեց։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպած ավանդական ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Armenpress-ի հարցինի պատասխան ասել է Փաշինյանի մամուլի խոսնակը Նազելի Բաղդասարյանը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է։ Այս մասին ասել է նա Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում, միևնույն ժամանակ նշելով, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի։ Լրագրողներից մեկի դիտարկմանը ձեր վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, հստակ ծրագիր ունի Հանրապետական կուսակցությունը, երրորդ նախագահը պատասխանեց. Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանն էլ այսօր նշել է, որ խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, դրա համար էլ անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում։ ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամներն այսօր հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև, պահանջելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական իշխանությունից օրինական վճիռ կայացնել ու ազատ արձակել Ղուկասյանին։ ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը նշեց, որ առաջիկա օրերին կանխատեսում են հանդիպել ԱՄՆ դեսպանին։ Այսօր նաև Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրա աջակիցներն իր լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ։ Այսօր Լաս Վեգասի դատարանում նախատեսված էր Վարդան Ղուկասյանի գործով հերթական նիստը։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաջորդ հաղորդման ժամանակ մարտի 1-ի գործով ասելիք կունենա։ Դատախազի խոսքով այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային է, լուսաբանվում է ԶԼՄ-ներով, ասելու նոր բան չկա։ Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում։ Կարծում եմ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ, ազգային ժողովում նշել է Վարդապետյանը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Նշենք, որ ծրագրված է նաև ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Պապի հուղարկավորության արարողություններին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։ Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը ըստ իր կտակի ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Նիստին բացի Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր եւ դժվար որոշում կայացնելու փուլում եւ օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն, ինչ ճանապարհով են իրենք շարժվելու։ Իրենց հետ քննարկել եմ նաեւ իմ տարբերակները եւ նորից իմ աջակցությունը հայտնել։ Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ հանդիպում եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի հետ, ասել է Արցախի նախագահը։ Խոսելով արցախցիների սոցիալական աջակցության դադարեցման մասին, Շահրամանյանն ասել է, որ 40+10,000 աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում։
Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ապրիլի 25-ին իստում դեմ քվեարկեց ՔՊԱ-կան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ ՔՊԱ-կան մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ, ասաց նա միևնույն ժամանակ պնդելով, որ իր թիմակիցն անթույլատրելի վարքագիծ է դրսևորել։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագի Թովմասյանն էլ հայտարարեց, որ Քոչարյանը վարքականոն է խախտել ու պետք է քննել նրա վարքը։ Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը, ասաց նա։ Այսօր ապրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում աշտարակ Էջմիածին ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մեյվարած Նիսսան Տիդա Մակնիշի եւ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկայի վարած Հյունդայի Սոնատա Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիսսան Տիդան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվելով քարերին, իսկ Հյունդայի Սոնատայի վարորդ Սոֆիկ Ան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել աշտարակ բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Շամշյան-Քոմի փոխանցմամբ ապրիլի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհի 11 կիլոմետրի հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հիվարած Լադա Մակնիշի եւ 36-ամյա Խաչիկ Մհիվարած Օպել Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Լադայի վարորդը Խաչիկ Մ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, առողջ եղեք։